Նպատակն է այսօրվա, որ գիտելիք, հմտություն եւ արժեք պետք է ձևավորեն, շերմուծել նոր հասկացություն թվաբանական պրոգրեսիայի կոչվում տալ, պրոգրեսիայի 9-րդ անդամի բանաձևը, ձևակերպել պրոգրեսիայի հիմնական բնութագրիչ հատկությունը եւ դասի ավարտին վերջնարդյունքը պետք է լինի, դուք պետք է կարողանաք հստակ սահմանել թվաբանական պրոգրեսիա հասկացությունը, կիրառել 9-րդ անդամի բանաձևը, կարողանալ ինքներդ խնդիրներ մոդելավորել, կապել առօրյայի հետ, միջավայրական կապ ստեղծել եւ այլն։ Ուշադիր լինենք, այսօրվա դասը իսկապես ես սիրում եք չէ, ասել իսկ այս թեման ինձ կյանքում եւ անհրաժեշտ լինելու կամ պետք լինելու, սա մաթեմատիկայի այն լավ դասերից է, որ ինքներդ կհամոզվեք, որ շատ կարևոր է եւ ձեզ շատ անհրաժեշտ է լինելու առօրյա կյանքում։ Մինչ նոր նյութի հաղորդմանը անցնելը, ուզում եմ այսպիսի ձեզ մի խնդիր առաջադրել։ Նայենք, Արմենը բանկում բացել է խնայողական հաշիվ, առաջին ամիս նա մուտքագրել է 20,000 դրամ եւ որոշել է, որ յուրաքանչյուր հաջորդ ամիս նա մուտքագրելու է նախորդ ամսից 5,000 դրամով ավելի գումար։ Որքան գումար նա կմուտքագրի 12-րդ ամսում։ Ինչ է կարծում օրինակ։ Խնդրին կանրադառնամ դասի ավարտին եւ դուք կտեսնեք, որ սա պարզապես ձեզ համար լուծել վարքյանների հարց է լինելու, երբ մենք այսօրվա նոր նյութը իմանանք, յուրացնենք եւ դուրս բերենք բանաձև։ Անցնենք առաջ։ Նայեք հաջորդ սլայդին։ Եվ արկղերեն առաջինում ինչ եք տեսնում, Հարութ, առաջին շարքում քանի արկղ ես տեսնում։ 1, երկրորդում 3, 5, 7, իսկ այն մյուս շարքը, վերջի շարքում որ արկղերի թիվը չի երևում, Ռաշիդ, ինչ ես կարծում, քանի արկղ կլինի։ Լենայի, ուշադիր, 5, 7, 9 արկղ։ Երկու արկղ ավել։ Այո, նկատեցինք արդեն օրինաչափություն, այսինքն եթե մենք սա ներկայացնենք որպես թվային հաջորդականություն, իսկ մենք արդեն գիտենք ծանոթ ենք թվային հաջորդականություններ եւ օրինաչափություն նկատել, կտեսնենք, որ ինչ է Դավիթ։ 2 հատով է ավելանում գնալով ամեն շարքում 2 արկղեր ավելանում, շատ լավ, հաջորդը նայենք, ով կասի, Սամվել առաջինում, հաջորդականության հետ, ասա տեսնեմ, 3-ով է ավելանում, այ ընկետիկների փոխարեն ինչ է լինելու, մինուս 19 պետք է լինի, այսինքն ինչ եք նկատում, հաջորդականության անդամները փոփոխվեն, բայց ինչ է լինում, նվազում են, ուրեմն ինչպիսի հաջորդականություն, նվազում, իսկ մյուսում, բյում, 3-ով ավելանում, այսինքն այստեղ ունենք աճող թվաբանական պրոգրեսիան ունենք։ Նկատեցինք, որ անդամները փոփոխվում են, բայց կա մի թիվ, որը մնում է հաստատ։ Այսպիսի հաջորդականությունները կոչվում են թվաբանական պրոգրեսիա։ Իսկ ինչ է թվաբանական պրոգրեսիան, փորձենք սահմանել։ Առայժմ դուք սահմանեք, մինչ ես հստակ սահմանումը կտամ։ Ով կփորձի իր բառերով ասա կարելի տեսնեմ։ Այն թվային հաջորդականությունը, որը նվազում կամ աճում է ինչ-որ հաստատությունով, կոչվում է թվաբանական պրոգրեսիա։ Լավ, ուրիշ տարբերակներ ունենք։ Լավ, անցնենք ուրեմն նոր նյութի հաղորդմանը, բացեցինք տետրերը եւ գրեցինք։ Պետք է այն-ի բանաձև դուրս բերենք, այսինքն առաջին անդամի եւ D-ի միջոցով կարողանանք ստանալ բանաձև, բայց բանաձևը ես ձեզ պատրաստի չեմ ուզում տամ, ուզում եմ դուք ինքներդ դուրս բերեք։ Իհարկե, իմ օգնությամբ։ Աչ հորձը, Էրիկամպի տեսնեմ, ինչ ես կարծում, A5-ը ինչի հավասար կլինի մեր մոտ, A5-ը, Ամեն գումարած A4, ամեն գումարած 4 դեր, իսկ A6-ը, A2 գումարած, A1-ով ասա, A6-ը, A1-ով գումարած 5 դեր, 5 դեր, ճիշտ է, ապրես նստի, և արի ընդհարյացնելով ասենք, փաստորեն A-ը հավասար կլինի, Մարիա ասա տեսնեմ, Փաստորեն N-ը հավասար կլինի A-ը հավասար կլինի ամենին գումարած N-ից հանած 1 դեր։ Այո, ինդեքսի ծենից մի հատով պատված է N-1 դեր։ Դա էլ կլինի մեր N-րդ անդամի բանաձևը, ֆիքսի բանաձևը,
գրառենք, բանաձևը գրառենք, Մինուս 10 Օֆելիա ասացեք, Սկսած երկրորդ անդամից հարևան անդամների գումարի կեսը հավասար է հենց երկրորդ հենց երկրորդ հիմա թվերով ասենք, ասամերի, Եթե մինուս 16-ին գումարեք մինուս 10 և բաժանեք 2-ի, հենց կստանանք մինուս 13։ ապրե, շատ դա, մյուսում ասենք, ով կասի Մարի, 0.2-ի գումարենք 0.8, բաժանենք 2-ի, կստանանք 0.5։ շատ դա, հիմա ուզում եմ այս բանաձևը դիտարկենք որպես ֆունկցիա։ Այստեղ ի՞նչն է հաստատում մեծություն, դեն, ապրել, էլ ի՞նչն է հաստատում մեծությունը, ամենը, շատ դա, ի՞նչն եք փոփոխում, n-ը փոփոխում ենք, այսինքն n-ը 1, n-ը 2, n-ը 3, դրան համապատասխան ի՞նչն ենք գտնում, a1, a2, a3 և այլն։ Այսինքն կարող եք ասել Արման, որ այստեղ կապ գոյություն ունի, ֆունկցիա գոյություն ունի, n-ը ֆունկցիայի մեջ է, a-ը ֆունկցիայի մեջ է n-ից, a-ի արժեքը կախված է n-ից, կախված է n-ից, այսինքն եթե մենք սա դարձնենք մեր ծանոթ ֆունկցիայի մեջ, ինչ մեծություններ ենք նշանակում, x և y, շատ դա, a-ը որ փոխարինենք դա մեր y-ը կլինի, a1-ը կթողնենք, դա մեր հաստատուն մեծությունն է, n-ը ապրես, n-ը դա մեր x-ը կլինի, x-ից է կախված, դեն էլ հաստատուն մեծություն է։ Ինչ է կարծում, սա ինչպիսի ֆունկցիա է, ինչպես է փոփոխվում, որ ֆունկցիա է, գծային ֆունկցիան է, գծային ֆունկցիան է, ապրես, բա գծային ֆունկցիայի բանաձևում ես կհիշեցնես, ներքևում թեկուզ գրի, y-ը հավասար է, ասա Օֆելիա, kx գումարած b, այո, kx գումարած b։ Մենք կարող ենք այստեղ փակագծերը բացել եւ ամբողջությամբ ստանալ այս տեսքը, բայց այս պահին x մինուս 1-ը որպես փոփոխական միասին դիտենք, դեպ եւ a1-ը հաստատուն դիտենք։ Գծային ֆունկցիայի գրաֆիկը ինչ է լինում։ Ուղիղ, շատ դա։ Ուզում եմ համոզվենք Excel-ի միջոցով, համոզվենք արժեքներ տալով, համոզենք, որ իսկապես եթե մենք թվազույգեր վերցնենք, x-ին ինչ-որ արժեք տանք և y-ը հաշվենք, այդ թվազույգերը դասավորված կլինեն մի ուղի վրա, Արման դու նստի, Օֆելիա դու արի, հաշվում ես, a1-ը տվեցի, չէ, հաշվում ես a2, a3, a4։ Ես Excel-ում ներմուծում եմ բանաձևը, նայում եք էկրանին։ N-ը փոխարինեցինք x-ով, ճիշտ է, a1 բջում գրեցի x-ը, B1 բջում y-ը, դա մեր ֆունկցիան է, ապա ներմուծում եմ արժեքներ 1, 2, Օֆելիան կհաշվի, ես ցույց կտամ այստեղ, ինչև ենթադրենք a3-ը հաշվենք, ապա B2 բջում բանաձև եմ ներմուծում, բանաձև ներմուծելը գիտենք ինչպես ենք անում, դնում ենք հավասար է, ապա բանաձևը դարձնենք, ապրես, միջև a4-ն ես հաշվել, a1, a2, ես էլ դարձնեմ 4 արժեքներ տամ, լավ հետո կավելացնեմ։ Բանաձևը ուզում եմ դարձնենք էստեղ համապատասխան Excel-ում, հետո ես գրավեմ, ինչ կստացվի, պետք է ներմուծեմ, հավասար է, a1-ի արժեքը, a1-ը մեր մոտ 4, գումարած, n-1 կամ որը նույնն էր, թե փոխարինեցինք x մինուս 1 և անգամ d, որը մեր մոտ 2 է։ Հիմա x-ը դա մեր հղում ենք տալու Excel-ում ենթադրենք այստեղ a1-ը ինչ էր, ասա տեսնեմ, 4 գումարած, սխալ, ունեմ ասա տեսնեմ։ Բազմապատկում է Excel-ում այսպես աստղանիշով է գրառում, Արման, դրա համար այդպես արեցի։ Ուրեմն առաջի անդամ գումարած, հիմա x-ի փոխարին ես պիտի հղում տամ, թե իմ առաջի n-ը որտեղ է գրված, իսկ որտեղ է գրված, որ բջում։ A2, այո, A2 բջիջ, հանած 1, հակագիծը և անգամ դեն մեր մոտ իր վերցրեցինք 2 վերցրեցինք։ Սա ներմուծեցինք բանաձևը։
Ահա, դա դարձավ 4, դա ինչը նվեց, այսինքն հենց, եթե մեկ ապրես, առաջին անգամը, հիմա տարածում են, որպեսզի հաշվի նաև մյուսները։ 6 8, ճիշտ է, Օֆելիա, ստացանք դա։ Ստացանք թվազույգեր 1 4, 2 6, 3 8։ Հիմա ցույց տամ, որ իսկապես սա իրենից ներկայացնում է ուղիղ գիծ։ Insert տեղադրել եւ այստեղից ընտրում ենք գրաֆիկ համապատասխան, գրաֆիկը մենք ստանանք։ Նայեք, 1-ին համապատասխանեք 4, հաջորդը 2-ին համապատասխանեց 6, 3-ին համապատասխանում է 8 եւ այդպես շարունակ։ Փոփոխելով կամ ավելացնելով ինչ-որ մենք այնտեղ կետերի քանակը նորից կավելացնենք, բայց բոլորը դասավորված կլինեն միևնույն ուղի վրա։ Այսպիսով կհիշենք, որ թվաբանական պրոգրեսիայի բանաձևը միջառարկայական կապ է, այսինքն կապեցինք նույն հանրահաշվում ֆունկցիայի հետ, գրաֆիկի հետ եւ հասկացանք, որ n-ի եւ a-ի միջև առնչությունը a-ի կախվածությունը n-ից իրենից ներկայացնում է գծային ֆունկցիա։ Նստիր, հուսամ սա էլ կհիշեք, անցնենք առաջ։ Ուզում եմ մի պահ, թեկուզ խմբեր այս պահին կազմենք, տեղում շրջվելով խմբեր կազմենք, ինքնուրույն փորձեք ինչ-որ մի հատ խնդիր կազմել, թվաբանական պրոգրեսիային առնչվող խնդիր ներկայացնել։ 4-4 կարող եք շրջվել քննարկում անել։ Որպես հուշում ձեզ ասեմ, այս թեման ինչ է կարծում, այ իմ դասի սկզբում կազմած խնդիրը պիտի ձեզ հուշի։ Ավելի շատ առնչվում է բանկային, տնտեսագիտության, չէ՞, հաշվապահական, կարող եք նաև թեմայից այլ բաներ մտածել եւ ինքնուրույն ներկայացնել ձեր խնդիր, որը կլինի։ Կարող եք մտածել նաև այլ բնագավառից, օրինակ մարզիկի ինչ-որ վարժություն կատարել է, ինքը իր առջև դրել է, նպատակ, որ ամեն օր վարժություն հենց դա է կամ դու էլ միացին դուրս ես գնացել։ Մարզիկը պատրաստում էր մրցումների, այդ իսկ պատճառով նա որոշել էր ամեն օր ավելացնել իր վազած կիլոմետրերի քանակը, նա առաջին օրը վազեց 5 կիլոմետր եւ որոշեց, որ պետք է ամեն օր վազի 2 կիլոմետր ավել եւ պետք է գտնենք, նա ուներ ընդհանուր 15 օր, մենք կարող ենք որոշել, թե 15-րդ օրը նա արդեն քանի կիլոմետր էր վազում։ Շատ լավ, ուրեմն նորից մի հատ ֆիքսենք, թվաբանական պրոգրեսիա ձեր մոտ ամեկը 5 դեն 2։ Դեն 2։ Դե զարականություն տեսնեմ, շարունակի։ Այսինքն 15-րդ օրը ինչպես է հաշվելու։ Ամեն գումարած 14 դեն։ Ահա, Իսկ ամեկը մեր 5-ն է, իսկ գումարած 14-2։ շատ ապրել, շատ լավ։ Հետաքրքիր էր, անցնենք առաջ։ Մենք պատրաստ Ահա, եք պատրաստ, լսենք ձեզ, հետո ձեզ, ով է գալի։ Ահա, եկեք լսենք, մի բաղ լսենք խումբը ներկայացնի խնդիրը, հետո ձեր քննարկում։ Հունվար ամսում արտադրեցին 25 հաստոց, հեդեվար ամսում 50 հաստոց, իսկ մարտ ամսում 75 հաստոց, քանի հաստոց կարտադրի տարվա վերջին ամսում։ Ահա։ Հիմա եկեք առաջադրենք խմբերից մեկին, Արման, դու ինքդ ասա, որ խմբին կառաջադրես, որ ձեր խնդիրը լուծի։ այս խմբին կառաջարկեմ, որ Ահա, շատ լավ, արի, ով է գալիս ձեր խմբից, արի տեսնենք, նորից խնդիրը ներկայացրեք, որ ինքս դրա տվյալները համառոտ արի, ահա, չէ, դու մի համառոտակի, դու ներկայացրեք, որ Մարիա համառոտակի, ներկայացրը, այդ, Հեդեվար ամսին 50 հաստոց, մարտին 75 հաստոց։ Քանի հաստոց
Շատ լավ, գից քաշի առանձնացրահամարությունը թող սկսի լուծել։ Նախ ինչ, բանաձևն ես գտնում։ Շատ լավ, հիմա քեզ ինչ ինֆորմացիա է պետք։ Ասա, հա, բացատրիր զուգահեռ Մարիա ինչ է անում։ Սկզբում պետք է գտնել տարբերությունը։ Տարբերություն հավասար էր երկրորդ անդամից հանած առաջին անդամ, այսինքն 50-25։ Լավ։ Ըստ ամենքի բանաձևի կարող ենք հեշտությամբ գտնել այն 12-ը, ամենքին գումարելով 11 դեմ։ Շատ լավ։ Ինչ-որ բան սխալ ես անում այնտեղ, հա։ 11 անգամ 25 պետք է անել։ Արի բանավոր անենք 10 անգամ 25, 250, մի հատ 25 ավելացրած, 275։ Մնաց գումար ես։ Շատ լավ։ Արման, գոհեք, ճիշտ է լուծել։ Նստի, մի հատ արագ Յանա ջան հեռախոսները մոտեցրա թող վերցնեն։ Թեմատիկ աշխատանք չէ, պարզապես ձևավորում գնահատում է շատ հանգիստ դրացնում եք ինչ յուրացրեցիք, որքանով հասկացաք։ 10-ը մենք տեղում կարողանանք գնահատել ապրեսիանը նստի 69, 78, 57 Ալան միացավ, արագացրեք և մինչ դուք այդ գործընթաց անեք, ես ձեր սեղանին եմ գնում, բաժանում եմ այսպիսի ինքնագնահատման թերթիկներ, որով էլ անդրադարձ կկատարենք ու կանփոփենք այսօրվա դասը։ Սա նույնպես առաջարկում շատ անկեղծ պատասխանել հարցերին, սա ավարտելուց հետո ես էկրանին ցույց կտամ ինչի մասն է խոսքը եւ ինչ եք անելու։ Վայքի սեղաններին։ Բոլորը միացան, կա խնդիր մոտենամ ինչ-որ բան կա օգնելու։ Ամբողջական արդյունքը կարող ենք դիտել այստեղ, նույնիսկ թե աշակերտներից ով, որ հարցին է սխալ պատասխանել, ունենք սխալ պատասխան, թե չունենք։ Ինքնաբերլուծության թիրախ է կոչվում, այստեղ քառաբաժան է չեղում, լրացնում եք, առաջին հարց օրինակ, արդեն մասնակցել եմ ամբողջ գործընթացին, որքան կենտրոնի մոտ դուք մի հատ կետ կամ ինչ-որ ծիչ կանեք, դա կհամարվի, որ 9 միավոր, 10 միավոր կամ 8 միավոր եք գնահատում ձեր մասնակցությունը։ Նույնը երկրորդ մասում այս հարցին արագ լրացնում ենք և էկրանին նաև տեսնում ենք տնային աշխատանքը, նշում ենք դասագիր կեչ 106, համար 369, բդն և 370 բդն։ Լրացուցիչ առաջադրանք նաև իմ դպրոցից հուղում է տեղադրած 1-ից 6-ը, հղումը նաև ձեր խմբում կտեղադրեմ։ Պասադիրը դասագրքից և լրացուցիչ առաջադրանք իմ դպրոց հարթակից։
Հետաքրքիր է դասը։ Օրինակ, եթե անդրադարձ անենք Օֆելիա, հատկապես դասի որ պահը քեզ ավելի դուր եկավ։ Ավելի գրավեց դասի Խնդիրների լուծումը, շատ լավ։ Ինձ օրինակ ձեր կազմած խնդիրների մասը շատ դուր եկավ։ Կարողացել եք առօրյայի հետ կապել։ Շնորհակալություն։